Հուլիսի 17-ին Բյուրեղավանում նորից աղիքային վարակի դեպքեր գրանցվեցին։ Համայնքապետարանը բյուրեղավանցիներին կոչ արեց զորակից ջուր չխմել։ Արդեն 2.5 ամիս է բյուրեղավանցիները զորակից ջուր չեն խմում, քանի որ կարող են հայտնվել հիվանդանոցում։ Այս արդեն վերջի 2.5 ամսվա մեջ Բյուրեղավանում երկրորդ թունավորման դեպքն ենք ունեցել։ Առաջի թունավորումից ես կոնկրետ 7 օր տղայիս հետ հիվանդանոցում պարկել եմ, առաջի վատացողներից է եղել։ Այս երկրորդ թունավորման արդեն երրորդ օրն է, ես էլ եմ վատացել։ Երրորդ օրն է Բյուրեղավանում ըստ բազմաբնակարանների տված գրաֆիկի մենք ջուր չունենք, խնդրեմ։ Այսօր ջրանջատումը եղել է 11:20, որ պետք է լիներ 12:00-ին։ Այս բան չկա ջուրը։ Եթե ես այսօր ամաններով ջրեր եմ առնում, ջուրը արժի 550 դրամ, իմ տան բնակիչներս 4 ենք, մի շիշ հաստատ չեմ առնում, 3-4 շիշ առնում եմ։ Ես էլ օրաբարձով աշխատող անձնավորություն, ով է իմ այդ ջրի գումարը փոխանցելու։ Առաջի անգամ եմ թունավորվել, երկրորդ անգամ ճիշտ է, ինչ որ զգացումներ կար, բայց ոչ այդ աշճան, ինչքան որ առաջի անգամ թունավորվել ենք ընտանիքով, անտեղյակ ապրում ենք քանի օր է։ Ոչ հիվանդանոցից տեղեկություն ունենք, ոչ քաղաքապետ, ոնց որ թքած ունեն, էլի մարդ են, էլի կապրեն, թե կհիվանդանան, թե դեղ կառնեն։ Անձամբ ես էլ եմ դիմել քաղաքապետարանին, անձամբ գնացել ենք, ժողով ենք արել, մասնակցել ենք, ինքը մեզ շատ լավ ընդունեց, շատ լավ փափուկ բարձ դրեց մեր գլխի տակ։ Աշխատանքային ժամին գլխապտույտ, գլխացավ, փորլուծություն, սրտխառնոց, թուլություն զգացի, իջա բուժկետ, ասեց ձեր Բյուրեղավանի ջրերը վատ է։ Շատ հնարավոր է Բյուրեղավանի ջրերից եք թունավորվել։ Չեմ կոնսոլակից։ Վերջի անգամ, այն առաջի անգամ որ թունավորումները եղան, դրանից հետո էլ չեմ խմել։ Վիոլա ջուր կա, էլի պետք է մտածի, ինքը մտածի, ոչ թե քաղաքացի մտածի։ Մինչ բնակիչները վստահ են, որ թունավորման աղբյուրը ջուրն է, պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկը առաջ է քաշում այլ վարկած։ Ըստ նրա թունավորման պատճառը ջուրը չէ։ Իմ անձնական կարծիքն է սա աղիքային վարակի նման չէ, սա վերագրել ջրային բռնկման, որպես բժիշկ եմ ասում, նման չի, սա մի քիչ ավելի նման է վիրուսային վարակի, քանի որ մարտ-ապրիլ ամիսներին եղել էր այստեղ ջրի հետ կապված խնդիր, մարդկանց մոտ մի քիչ ավելի շատ խուճապն է խոսում։ Կարող է նույն հաջողությամբ սա լինել, ասենք, շոկա, արևային հարված, կարող լինի մրգերի բանջարեղենի հետ կապված խնդիր, տարբեր տեղեր, տարբեր, ասենք, ջրային բռնկման դեպքում քիչ հավանական է, որ ընտանիքի մի անդամը, ասենք, հիվանդանա մնացածները նույն ջրից օգտագործում են վերջին հաշվով։ Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը սակայն հակված է մտածել, որ պատճառը նույնն է ինչ ապրիլին, որովհետև աղբյուրն այդպես էլ չգտնվեց ու չվերացվեց։ Ես ավելի շատ հակված եմ մտածել, որ նույն խնդիրը կրկնվեց, ինչու համար, որովհետև նախորդ անգամ աղբյուրը չգտնվեց, որ վերացվի։ Մեր մոտ ջրամատակարարումը, ջրահեռացման համակարգը սպասարկում է Վիոլա ջուր ընկերության կողմից։ Հուլիսի 17-ից ըստ վարակը հայտ եկավ։ Բնականաբար անմիջապես ես զանգեցի եւ Վիոլա ջուր եւ հիվանդությունների վերահսկման կանխարգելման ծառայություն։ Եվ մենք արագ հաղորդագրություն տարածեցինք մեր Facebook-ի էջով, զգուշացրեցինք ազգաբնակչությանը, որ sense դեպքեր հայտ եկել, ձեռնպահ մնացեք ջրի օգտագործումից, օգտագործեք մենակ եռացրած վիճակում։ Այդ վարակները կան եւ Նուրնուսագե գործական զանգվածի տարածքում եւ Արզնի գյուղում։ Այդ երեք բնակավայրն էլ օգտվում են Նուրնուսի խմելու ջրից։ Ուրեմն աղբյուրում բացառվում է։ Մենք ունենք նաև Նուրնուսի աղբյուրներից ջրամատակարարում իրականացում ենք ջրաբեր գյուղ պոմպերի միջոցով։ Ջրաբերում նման երևույթներ չի եղել։ Հիմա որ ասենք պարբերաբար անջատումներ ա լինում, բան հնարավոր է ինչ որտեղից գետնիտակից բայց էդի լիազոր էդի իմ իրավասության հաս չի, իմ ասենք դա մասնագիտական կառույցները այդ անալիզների արդյունքները ցույց կտան ինչ է էլի։ Հուլիսի 29-ին հավաքանու արտահերտ նիստ ենք անելու այս հարցերով եւ բոլոր շահագրգիռ կողմերից հրավիրել ենք, որ ներկայացուցիչներ գան
Վիոլա ջրից, ջրային պետական կոմիտեից, բոլոր տեսչություններից հրավիրել ենք, որ գան մասնակցեն։ Բացի թունավորումից բյուրեղավանցիներին մեկ այլ հարց է անհանգստացնում. ինչու է ամռան ամիսներին իրենց մատակարարվող ջուրը սահմանափակ գրաֆիկով։ Մեր քաղաքի հին բնակիչները հիշում են բոլոր բարձրահարկ շենքերի բակերում կար պոմպեր, նասոսների միջոցով էին ջուրը մղում։ Ցածրահարկների շատերինն էլ։ Սակայն հետագայում ջրի սպառումը շատացավ այգեգործական զանգվածում, ել չասեմ, որ բազմաթիվ սեփականատերեր, հանգստի գոտիներ են կառուցել, մեծ ծավալով ջուր են օգտագործում եւ մեր ջուրը սկսեց նորից պակասել, քաղաքի ջուրը, նորից սկսեց պակասել։ Եվ այժմ մատակարարվում է գրաֆիկով օրական 11 ժամ։ Սահմանված է, բայց ցավը ամբողջ պրոբլեմը նաև նա է, որ շատ հաճախ ամառվա այս խիստ սեզոնին, հուլիս-օգոստոս, նայած տարի հունիսից սկսած մինչև սեպտեմբերի կեսերը այդ գրաֆիկն էլ հնարավոր չի լինում ամբողջությամբ ապահովեն եւ դա առաջացնում է նաեւ բնակչության մեծ կողմից մեծ արդարացի դժգոհություն։ Գրավոր հարցմամբ դիմել ենք Վիոլա ջուր, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, քննչական կոմիտե, փորձելով պարզել, թե ինչ գործընթաց են իրականացրել եւ ինչ են ցույց տվել լաբորատոր հետազոտությունները։ Վիոլա ջուրը պնդում է, թե ապրիլին, թե հուլիսին իրենց վերցրած նմուշներում որևէ շեղում չի հայտնաբերվել։ Ընկերությունը հորդորում է զերծ մնալ չհիմնավորված ենթադրություններից, նշելով, որ կենսաբանական նմուշների հետազոտություններն ընթացքի մեջ են, իսկ իրենց մատակարարած ջուրը գտնվում է շուրջօրյա վերահսկողության ներքո։ Վիոլա ջուրը չի պատասխանել մեր հարցին, թե որ լաբորատորիան է արել ջրի փորձաքննությունը։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից մեզ պատասխանել են, որ իրենք քաղաքացիներից որևէ ահազանգ կամ բողոք չեն ստացել, իսկ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնից սննդային թունավորման վերաբերյալ որևէ տեղեկատվություն չի փոխանցվել։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ հայտնել է, որ ջրի որակի նկատմամբ պետական հսկողություն իրականացնում է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը։ Ջրամատակարարման պայմանագրային վերահսկողությունը ջրային կոմիտեի լիազորությունն է, իսկ իրենք 2026 թվականի ընթացքում Բյուրեղավանի բնակիչներից ստացել են ջրամատակարարման որակի վերաբերյալ 3 գրավոր եւ 4 բանավոր դիմում բողոք։ Հանձնաժողովը դիմում բողոքների ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն չի հայտնել։ Հիշեցնենք, որ Բյուրեղավանում այս տարվա ապրիլին արձանագրված աղիքային վարակի դեպքից հետո նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Դիմել ենք նաև քննչական կոմիտե պարզելու, թե ինչ փուլում է քննությունը, արդյոք պարզվել է ապրիլյան թունավորման պատճառը եւ արդյոք հուլիսյան նոր դեպքերը միացվել են նույն վարույթին։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ 2026 թվականի ապրիլի 22-ին նախաձեռնված քրեական վարույթով դեպքերի վերաբերյալ բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ նշանակվել է փորձաքննություն։ Մեկ այլ վարույթ էլ նախաձեռնվել է հուլիսի 22-ին, հուլիսի 17-ին սկսված աղիքային վարակի դեպքով։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնն էլ հուլիսի 24-ին հայտնել է, որ Բյուրեղավանի ջրի նմուշարման կետերից երկուսում արձանագրվել են շեղումներ։ Հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակի դեպքերի առնչությամբ շարունակվում են համաճարակաբանական ուսումնասիրություններն ու կանխարգելիչ միջոցառումները։ Քանի դեռ պետական կառույցների լաբորատորիաների եւ իրավապահ մարմինների եզրակացությունները վերջնական չեն, Բյուրեղավանի ավելի քան 16000 բնակիչներ ստիպված են ջուրը գնել խանութից կամ օգտագործել եռացնելուց հետո։